Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նորանտապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մեր քննարկումը լինելու է պատմական գիտությունների տեխնացու Ռաֆայել Համբարձումյանի հետ։ Ողջունում եմ պարոն Համբարձումյան մեր տաղավարում, շնորհակալություն որ ընդունել եք մեր հրավերը։ Այժմ Հայաստանում հիմնական թեման ներքին հիմնական թեմաներից ամենագլխավորը երևի պետություն, եկեղեցի կամ վարչապետ, վեհապար այդ հակադրությունն է, որը բավականին ծանր է նստում եկեղեցու հեղինակության վրա, ինչպես նաև որոշակի իմաստով քանդում է պետականության հիմքերը, որովհետև մեր պետականության սյուներից մեկը եկեղեցին էր, իսկ նման ուրեմն հակամարտության, նման բացահայտությունների պարագայում եկեղեցին կորցնում է վարքանիշ տեղին կամ ոչ տեղին, այդ ուրիշ հարց է։ Հիմա դուք մի քանի անգամ դիմել եք կարծես թե եկեղեցու ղեկավարությանը, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մեր պետության զարգացմամբ, բարգավաճմամբ եւ ուղղակի պետության գոյությամբ, ես կխնդրեի մեր հաղորդման ընթացքում մեր հստատողներին ներկայացնեք, որն է ձեր դիմումի հիմնական իմաստը, ինչի եք ուզել դուք հասնել ձեր դիմումով եւ ինչի կբերի դա, եթե այնուամենայնիվ, ասենք, վեհապարը անցա ձեր դիմումին։ Նախ շատ մեծ, ես կարող եմ ասել, դժբախտություն է մեր պետականության համար, երբ որ մեր պետականությունը, փաստորեն պետականությունը իր հիմքերից մեկի վրա հարձակում է ոչ այլ պետության վարչապետը, ղեկավարը։ Մեր խնդիրն այն է, որպեսզի հիմնական մտավորականության խնդիրն այն է, որպեսզի այս հակամարտությունը չլինի։ Որն է մնացածների խնդիրը։ Ոմանք ասում են, պետք է ուրեմն մենք հաղթենք այս հակամարտության մեջ, ոմանք էլ ասում են, մենք պետք է ցույց տանք, որ մենք ավելի ճիշտ ենք։ Բայց հիմնականում այդ երկու մասի է բաժանված հանրությունը, բայց հիմնական խնդիրը, մեր գերագույն խնդիրն այն է, որպեսզի մեր պետականության մեջ այդպիսի բան չլիներ, եթե եղել է, ուրեմն մենք պետք է այնպես անենք, որպեսզի մեր իշխանություն, եկեղեցի, հակամարտություն, ոչ թե ինչ-որ մեկը հաղթի, մեկը առաջ գնա, մեկը ճիշտ համարվի, այլ այդպիսի այդ երևույթը մենք վերացնենք մեջտեղից։ Որպես լրացուցիչ հարց այս հարցին ուզում եմ խնդրում եմ անդրադառնալ, արդյոք երբևէ պատմության մեջ, Հայաստանի պատմության մեջ եղել է, որ Հայաստանի իշխանությունը եւ Հայաստանի հոգեվոր իշխանությունը իրար հետ հակամարտ են։ Այդպիսի բան եղել է Սովետ միության ժամանակ, երբ որ Մոսկվան հիմնավորապես վերացրեց ամբողջ եկեղեցու ունեցվածքը։ Այդպիսի բան չի եղել պատմության մեջ։ Բայց սա եզակի է այն իմաստով, որ այդպիսի բան չի եղել պատմության մեջ, որ ժողովրդի մի հատվածը կողմ լինի, որպեսզի եկեղեցու վեհապար հայրապետը դիմի եւ դուրս գա իր պաշտոնից, պաշտոն չասենք, այդպիսի բան չի եղել։ Դիրքը թողի, այո։ Այդպիսի բան չի եղել, որ եւ մեր այսօրվա կաթողիկոսը ունի, ես իմ այդ գրության մեջ դրել եմ, նշել եմ այն մասին, որ եզակի մի հնարավորություն է ստանում ինքը այս հակամարտությունը ոչ թե վերացնի ընդհանրապես, որ մենք կարողանանք առաջ շարժվել։ Իսկ դրա համար նա պետք է իր լիազորությունները վար դնի։ Ուրիշ որևէ կերպ հնարավոր չի, եւ ինչու պիտի նա դնի այդ լիազորությունները, որտեւ մեր եկեղեցու գերագույն խնդիրը 1700 տարի առաջ եւ հիմա եղել է մեկը՝ պետության ամրապնդումը, իշխանության
վերակենդանացում եւ եթե նա ճունի պետականություն ճունենք վերականգնում եթե ունենք այդ պետության զորությունը ուրեմն ինքը այսինքն ամենամեծ ջատագովը մեր եկեղեցու եւ պետության միասնության մեր եկեղեցին է եղել միշտ հիմա եթե նա հայտարարությամբ հանդես գա ես հուլիսի 1-ին եմ գրել իմ միջնորդած նամակը առաջի երկրորդը այս վերջերս նա պետք է անպայման նշի որ եկեղեցին եւ պետությունը իրար հետ պետք է ոչ թե մրցեն թե ով է հաղթող այլ պետք է վերացնել այս երևույթը մեր մեջ իսկ դա ինքը ունի հնարավորություն միակ դեմքը որ այսօր կարող է այդ բանը անել դա եկեղեցին է այսինքն մեր վեհապարն է նա պետք է ինքը հայտարարի հատուկ ես խնդրել եմ որպեսզի նա հանրագիր մի հատ գրի ժողովրդին որ ինքը վայր է դնում իր լիազորությունները հանուն Հայաստանի եւ հայոց պետականության ամրապնդման իսկ հայոց պետականությունը չի կարող ամրապնդվի երբ որ մենք ունենք այդպիսի մի թշնամու գործիք ինչպիսին բանն է այսօր վարչապետն է ուրեմն նա պետք է այդպիսի հայտարարությունով հանդես գա եւ ասի ես լիազորություններս դնում եմ եւ կազմակերպում եմ ազգային եկեղեցական ժողով, որտեղ եկեղեցու մեր պետին, եկեղեցու վեհապարներին միշտ ընտրել է ազգային եկեղեցական ժողով, ոչ թե ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված եկեղեցականները, այլ ազգային ազգն է ընտրել։ Եվ նա պետք է հայտարարի, որ ինքը ժողով է գումարում եւ այդ ժողովը պետք է 3 հոգու ընտրի համանախագահներ, 3 հոգի, 3 համանախագահներ, որոնք պետք է հայոց եկեղեցուն գործերը տնօրինեն մինչև ազգային եկեղեցական նոր ժողովը, որը պետք է արագ արվի։ Այսպիսի առաջարկ է արված եւ ես կարծում եմ դա քանի որ ես ուղարկել եմ մեր բոլոր եկեղեցու պետերին, ես բազմաթիվ նշանավոր դեմքերի ես տեսնում եմ, որ այս գաղափարը գնում է առաջ, ինչպես շատերն են կողմ այս գաղափարին։ Բայց դա հենց ներողություն եմ խնդրում, որ փորձում եմ հակադարձել, բայց այդ գաղափարը, այդ որ դուք ասում եք, այսպես թե այնպես, դա նույն վարչապետի գաղափարն է, որ վեհապարը հրաժարական տա եւ նոր եկեղեցական ժողով ընտրի նոր վեհապար։ Այսինքն դուք պաստորեն այդ իմաստով պաշտպանում եք վարչապետի Ես չեմ պաշտպանում, ես դա գրել եմ եւ հայտարարել եմ, որ դա է ճանապարհը։ Իսկ վարչապետի խնդիրը նա է, նա ընդհանրապես միշտ ձգտում է այն խնդիրների մասին խոսել եւ գովալ, որը պետք է իր խնդիրը առաջ տանելու համար։ Վարչապետը այդպիսի բան չի ասել։ Նա այս վերջերս էլ մի քանի օր առաջ երեք ձերբակալել է վեհապարի եղբոր, չգիտեմ, ազգականների բան եւ նրա խնդիրը նա է, որպեսի վեհապարին գահանկեց անի, այսինքն հաղթի, նրան ոչնչացնի։ Ինչու։ Դա ինչու չգիտեմ ինչու, որտեղ թշնամի է նա։ Բայց ես չեմ պաշտպանում վեհապար Հայրապետին։ Վեհապար Հայրապետը եթե կարողացավ այսիմ առաջարկը անել, որը իմիջիալոց շատ մտավորականներ են նույն կարծիքին, եթե նա կարողացավ այս խնդիրը այս համքում լուծի, նա չեն կարող ձեր հարցի նման հարցեր լինել, որտեղ նա ասում է, ես հրաժարվում եմ վեհապարությունից Հայաստանի հայոց պետականությունը ամրապնդելու հզորացնելու համար։ Այս սա է իր խնդիրը, այսպես պետք է ասի նա։ Եվ ուրիշ ճար չունի նա ասելու, որտեղ նա պետք է սա անի եւ այսօր կարծեմ ժողով է գումարել նա, ամսի 3-ն է այսօր, չէ։ Այսօր Բեհարանում ժողով է եպիսկոպոսած ժողովը, որ պետք է քննարկի այս հարցը։ Իմիջիալոց այդ ժողովի մասնակիցներին գրեթե բոլորին ուղարկել եմ ես այս գրությունը։ Դե եթե խոսքը վերաբերվում է վեհապարի հրաժարականին, տարբեր մարդիկ, տարբեր ձևով, տարբեր հարթակներից խոսում են, որ դուք պետք է հրաժարական տաք։
Ձեր ասացի տարբերությունը նա է, որ դուք ասում եք պետք է հրաժարական տակ, որպեսզի մեր պետականությունը ամրապնդվի։ Այսինքն դուք պետք է ասեք, թե ինչու եք հրաժարական տալի։ Ես այդպես եմ ասում։ Ձեր հրաժարական պատճառը հայոց պետականության ամրապնդումն է, այդպես պետք է ասեք։ Եվ դա է հիմնական խնդիրը։ Հասկանալի է։ Չգիտեմ որքանով է դա ճիշտ, որքանով է սխալ, համայն դեպս կան պատմաբանների հետազոտություններ եկեղեցու գործունեության սկսած վաղ ժամանակներից մինչև հիմա եւ այնտեղ պաշտպանում են նաեւ այլ տեսակետ, որ եկեղեցին չի պաշտպանել հայոց պետականությունը, այլ հակառակը պաշտպանել է իր շահերը եւ շատ հաճախ զոհել է հայոց պետականությունը հանուն իր գերիշխանության։ Ես խոսում եմ Համլետ Դավթյանի աշխատությունների մասին, մասնավորապես Վարդանանց պատերազմի վերլուծության պարագայում։ Բայց թողնենք, սա մեր խոսակցության հետ այսօր կապ չունի, մեկ այլ առիթով գուցե մենք ձեր հետ բանավիճենք այս հարցի շուրջը։ Հիմա կա երկու տարբերակ։ Մեկը, որ ուրեմն վեհափառը անսում է ձեր դիմումին եւ մնացած բոլորին, ովքեր ասում են, պնդում են, համոզում են, սպառնում են, որ նա հրաժարական տա։ Սպառել չկա մեր խնդրանքի մեջ։ Ձեր խնդրանքի մեջ գիտեմ, որ չկա, բայց ես ասում եմ մյուսների մասին, որոնք որ սկսեցին նրա վերաբերյալ տեղեկություններ տարածել, վարկաբեկիչ տեղեկություններ, տարածել այնպիսի փաստեր, որոնց իսկությունը հաստատվելու պարագայում վեհափառը չի կարող վեհափառ լինել եւ այլն։ Եվ պաստորեն դուք լրիվ դեմ եք բոլոր նրանց, ովքեր փորձում են եկեղեցին այդ մեր հազարամյա, մի քանի հազար ամյակ ունեցող կառույցը 1700 եւ ավել ուրեմն ունեցող կառույցը պաշտպանել, որպեսզի չլինի նախադեպ, որ որևէ իշխանություն կարողացել է փոփոխություն մտցնել ուրեմն եկեղեցու ղեկավարության մեջ, այսինքն միջամտել եկեղեցու գործերի։ Հարցս հետևյալն է, ուրեմն մեր հասարակությունը, ինչպես դուք ասացիք, բաժանվել է երկու մասի։ Մի մասը պաշտպանում են վարչապետի մոտեցումը եւ ասում են, որ եկեղեցին պետք է մաքրվի եւ վեհափառը պիտի հրաժարական տա, մյուս մասը փորձում են պաշտպանել վեհափառին եւ եկեղեցուն եւ չեն ուզում թույլ տալ նախադեպ, որպեսզի ուրեմն պետության միջամտությամբ եկեղեցուն փոփոխություն լինի, այսինքն նույն վարչապետը հրաժարական տա այդ ճնշման տակ։ Ուրեմն նորից եմ կրկնում, մեր խնդիրը այն է, որպեսզի մեր պետության եւ եկեղեցու եւ նորից 1700-ամյա մեր պատմության մեջ ամենամեծ, ամենահզոր ժողովրդական իշխանությունը եղել է եկեղեցու իշխանությունը, որը մինչև հիմա կա։ Մենք ուզում ենք, որպեսզի այդ խնդիրը լուծվի ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակով այն մյուսի պարտությամբ, այլ նոր ասեցի ինչով։ Բայց քանի որ Հայաստանի վարչապետը դա փաստորեն ցույց տվեց ամբողջ իր այս վերջի տարիների գործողությունը, որ նա հայ ժողովրդի թշնամիների ուրեմն գործակալն է Հայաստանում, որտեղ հայոց պատմություն չկա, չգիտեմ, չի կարելի հայոց եկեղեցին այսպես է, ուրեմն Արարատ լեռը այսպես է եւ այն չեմ ուզում շատ խորանամ։ Քանի որ այդպիսի մեկն է անում, որ այստեղ մենք չունենք երկու մասի բաժանված։ Ոչ թե ժողովուրդը բաժանված է երկու մասի, այլ 99%-ով։ Հայ մտավորականության, հայ ընտրանու կարծիքին է, որ մենք պետք է ոչ թե երկու եկեղեցու պետություն հակամարտության մեջ ինչ-որ պաշտպանենք մեկի հաղթանակ, այլ պետք է վերացնենք այդ հակամարտությունը, որ 99%-ը ժողովրդի դա է ասում։ Իսկ մի քանի հոգի, մի տոկոս թող ասենք, այդ ձեր ասած վարչապետի կողմնակիցն է, որը
հայոց պետականությունը վերացնելու համար պետք է առաջին հերթին վերացնել հայ եկեղեցին։ Սա է հիմքը պատմությունը եւ սա է ցույց տվել ամբողջ մեր ազատագրական պայքարը։ Իսկ հայոց եկեղեցին եղել է մեր ազատապայքարի, մեր պետականության հիմքը եւ շարունակում է մնալ հիմքը։ Եվ որպեսզի նա շարունակի մնալ հիմքը, նրա հեղինակությունը սարսափելի չափով իջացնում է, երբ որ մենք լսում ենք եւ տեսնում ենք, որ վեհապարը չի ասում, որ ինքը չունի այդ երեխաները, որ ինքը այդպիսի բան եղել է ուրեմն, եղբայրս։ Մենք չենք ուզում խնդիրը ուրիշ տեղ տանել։ Մենք ասում ենք, որ պետք է դու որպես հայոց պետական, եթե ընտրվել ես կաթողիկոս, ուրեմն դու պետք է խնդիրը քանի որ հայ եկեղեցու գերխնդիրը միշտ եղել է հայոց պետականության համապնդումը, դու պետք է հանուն այդ գաղափարի հրաժարական բառը ես չեմ ուզում ասել, դու վերականգնես քո աշխարհիկ վիճակը եւ այդ 3 հոգուն, որ պետք է ընտրվի եկեղեցիների եպիսկոպոսած ժողով, այդ 3 հոգին պետք է ղեկավարի հայոց եկեղեցուն մինչև նոր ազգային եկեղեցական ժողովը, որ պետք է երևի հագի մի 6-7 ամիս պետք է որպեսզի դա կազմակերպվի։ Կաթողիկոսը ընտրված է ցմա, ընտրված է եկեղեցական ժողովում եւ որոշակի պարտավորություններ է իր վրա վերցրել, որ պիտի այդ պարտականությունները անի։ Ինքը ըստ երևույթին, ես 100%-ով չեմ կարող ասել, բայց ըստ երևույթին հնարավորություն չկա կանոնադրորեն հրաժարական տալ։ Եվ ես կարծում եմ, որ եկեղեցու պատմության մեջ այդ 1700 քանի տարվա մեջ չի եղել այդպիսի որևէ դեպք, որ ինչ որ ճնշման տակ որևէ կաթողիկոս հրաժարական տա։ Ներողություն, մեկ դեպք պատահել է, որ ոչ թե հրաժարական է տվել կաթողիկոսը, այլ շատ ծանր հիվանդ է եղել եւ ինքը թողել է խնդիր եւ որպեսզի նորից ընտրություն կատարվի։ Իսկ որպեսզի որևէ կաթողիկոսի ժողովուրդը պահանջի ինչ-որ հրաժարական բան, այդպիսի բան չի եղել։ Շատ լավ։ Հետևաբար դուք ինչու եք վարչապետի վեհապարին առաջարկում այդ գործողությունը անել, որտեղ իմ խնդիրը նա է, որպեսզի մենք մեր եկեղեցու եւ պետության հակամարտությունը վերանա։ Իսկ դրա վերանալու լավագույն ձևը այն է, որ հայոց հայրապետը, որը մեղադրվում է որոշակի խնդիրների մեջ, որը մենք չենք կարող ապացուցել, որ դա կա կամ չկա, բայց երևի այդ ինչ-որ բան կա։ Այո, պարոն Համբարձում, այս թեմայի շուրջը բազմաթիվ վերլուծաբաններ գրում են հոդվածներ, վերլուծություններ են անում հեռուստատեսությամբ եւ փորձում են հասկանալ այնուամենայնիվ, որ ինչն է Նիկոլ Փաշինյանի ուզածը։ Ինչի է ուզում, որ որ վեհապարը հրաժարական տա։ Որն է այդ հակամարտության հիմքը։ Հիմքը ես ասացի արդեն, հիմքը նա է, որ նա օղարկված է Հայաստան հայոց պետականությունը վերացնելու համար։ Իսկ վերացնելու առաջին խնդիրը հայ եկեղեցու վարկաբեկումն է, հայ եկեղեցու ջարդախորդ անելն է։ Շատ լավ։ Եվ դա արվում է հենց այն քայլով, որ արվում է հիմա, այսինքն դուք եք առաջարկում եք, որ վեհապարը հրաժարական տա, ստեղծվի նախադեպ, որ պետության ճնշման տակ, հանուն պետության պահպանման, թեկուզ ինչպես դուք եք ասում, այո, ուրեմն կլինի հրաժարական ուրեմն վեհապարի, իսկ դրանից հետո ինչ է լինելու, ձեր կարծիքով, ասենք, մյուս վեհապարը, եթե իր գործողություններով նա ինչ որ ձևով հակադրվեց վարչապետի կամ պետության այլ ուրեմն մարմնի պարտադիր չենց Նիկոլ Փաշինյան հակադրվեց, այսինքն այդ նախադեպը սկսելու է դառնալ այն ականը, որը որ դրվում է հայ եկեղեցու տակ, այսինքն եկեղեցին միշտ պիտի զիջի եւ ենթակա լինի պետական մարմիններին։ Բայց ինչպես եք բացատրում, դե խնդրեմ պատասխանեք։ Բացատրելն այսպես է, մենք ոչ թե պահանջում ենք
վեհապարի հրաժարականը պիման չենք պահում։ Դուք խնդրում եք իրանից, Ոչ խնդրում ենք, ոչ առաջարկում ենք, ասում ենք հայոց պետականությունը պահպանելու, հզորացնելու գերագույն պայմանը ձեր քայլն է։ Դուք ոչ թե հրաժարական եք տալի, այլ դուք ուրեմն ազգային եկեղեցական ժողով եք գումարում եւ նոր ընտրություն է կատարվում այն ժամանակ։ Շատ լավ։ Ես էլ հենց նոր բացատրեցի, որ եթե դա տեղի ունենա եւ ընտրվի նոր վեհապար, եւ այդ նոր վեհապարը ինչ որ պատճառով էլի դուրս չգա վարչապետին, ուրեմն այդ նույն բանը պետք է կրկնվի։ Անպայման։ Այս ժողովուրդը չի Այսինքն չստացվեց, որ վարչապետը կամ կառավարությունը վերցրեցին հայոց եկեղեցու ամբողջական կառավարումը, այսինքն կոնտրոլը, ամբողջ կախվածությունը։ Դա եղել է 70 տարի Սովետ Միության պատմության մեջ, մինչև 1956 թիվը 20-րդ համագումար, երբ որ Խրուշչովը եկավ եւ Ստալինի դեմքը բացեց։ Շատ լավ, բայց երբևէ սովետական միության ժամանակ որևէ վեհապարի նշանակել են պետական մարմինները կամ ստիպել են, որ այս մարդուն ընտրեն կամ այն մարդուն չընտրեն պետական մարմինները։ Չեն ստիպել, նրանք միանգամից անցել են հարձակման եկեղեցու դեմ եւ որը տևել է 40 տարի, մինչեւ 56 թիվը։ Այսինքն դուք փաստորեն հիմա առաջարկում եք վերականգնենք այդ իրավիճակը։ Ինչ իրավիճակ։ Որ պետությունը կարող է եկեղեցու խեղդել։ Ոչ, դա այդպեսի բան չեմ ասում ես, եղբայրս։ Ես առաջարկել եմ եւ 1000 անգամ ասել եմ, որ առաջին մարդը, որ պետք է դատի տրվի, դա վարչապետն է, որպես ճշնամու գործի։ Մենք այդպեսի բան ես չեմ ասել, սիրելիս։ Շատ լավ, ես դժվարանում եմ այսպես ձեր դիրքորոշումը հասկանալ, բայց երբ որ ես օրինակ եմ բերում, որ եթե այս զիջումը կատարվեց մեկ անգամ, կարող է զիջումը կատարվել անընդհատ։ Միշտ պետք է կատարվի, եթե ազգի դեմ է գործում վեհապարը կամ այդպիսի բան չի եղել մինչ այլոց։ Ազգի դեմ է գործում վարչապետը կամ պետությունը կամ վեհապարը, այդպիսի բան միշտ այս ժողովուրդը անելու է, որտեղ սա ազատ ժողովուրդ է, այն գլխից այլ նահապետից սկսած։ Շատ լավ։ Մեկ մի հարց էլ քննարկենք, որովհետև այդ բազմաթիվ այդ քննարկումների մեջ տարբեր վարկածներ են հնչում, ես ուզում եմ ձեր կարծիք իմանալ տարբեր վարկածների վերաբերյալ։ Ես կբերեմ երկու վարկած, երկուսն էլ կբերեմ, խնդրեմ եմ դուք պատասխանեք։ Մի վարկածը շատ տարածված դա է, որ ուրեմն վեհապարը հանդիսանում է այլ պետության շահերի առաջ տանուղը եւ ելնում են նրանից, որ ուրեմն այդպիսի փաստեր կան, որ մեդալ է ստացել այլ պետությունից, այդ պատերազմական իրավիճակում եւ ուրեմն վարչապետը ուզում է ազատվել նրանից, որպես այլ պետության շահերի գործակալից, ասենք այսպես։ Ուրեմն վարչապետը այդ խնդրի վրա է հիմնվում, որտեղ միակ հիմքը, որ նա կարող է ինչ-որ հաղաջողության ասել, դա է։ Այդպիսի բան գոյություն չունի։ Հայոց եկեղեցու պետը ինքը, չեմ ուզում անդադար, ինքը ոչ թե հրաժարական են տալիս, այլ եկեղեցական ժողովուրդը։ Շատ լավ, եթե ձեզ լսի։ Այո, եթե ինքը անցա ձեր դիմումին։ Ես ուրեմն հիմա հայտարարում եմ գովազդային դադար, որից հետո ես կշարադրեմ երկրորդ տեսակետը եւ ելի ձեր կարծիքը կուզենամ լսել դրա մասին։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիալ տեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։
Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր զրույցը պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանի հետ եւ ինչպես ձեզ խոստացա, պարոն Համբարձումյան, հիմա կասեմ երկրորդ շրջանառվող վարկածը։ Ըստ այդ վարկածի Նիկոլ Փաշինյանի հայտարարած իրական Հայաստանի կոնցեպցիային խանգարում է մեր եկեղեցու գլոբալությունը, այսինքն մեր վեհապարը դա ամենայն հայոց վեհապար է եւ փաստորեն դուրս է գալիս, որ ինքը ունի ուրեմն սահմանափակ այդ 27800 կիլոմետր այդ քառակուսու համար պատասխանատու տարած եւ բոլոր ձևերով այո անջատում է սփյուռքը, անջատում է բանը, որպեսզի ուրեմն իր պատասխանատվությունը համայն դեպս մեր ճշտամիները հասկանան, որ ինքը ընդհանրապես գործ չունի այդ համայն հայության եւ ընդհանրապես նրանց պահանջների, չէ՞ որ սփյուռքն է հիմնականում հանդես գալիս ցեղասպանության ճանաչման հայրենատիրության գաղափարներով, փոխհատուցում ստանալու գաղափարներով եւ այս պարագայում փաստորեն ամենայն հայոց կաթողիկոսը դա իրական Հայաստանի կերպար չի եւ կաթողիկոսին փոխարինելով այլ անձանցով ես կարծում եմ, որ երկրորդ քայլը պիտի նպատակ լինի ուրեմն եկեղեցու ֆորմատը փոխել, որպեսզի դա լինի Հայաստանի եկեղեցու գլուխ եւ ոչ թե ամենայն հայոց։ Այսպիսի վարկածներ էլ կան, խնդրեմ ձեր մեկնաբանությունները։ Նախ այդ վարկածը փայլուն եւ ճիշտ վարկածը ես չեմ լսել, ձեզանից եմ լսում։ Էպսի որտեղ ես բոլոր այդ խնդիրներին ծանոթ եմ եւ միշտ ուսումնասիրում եմ։ Շատ ճիշտ մտածմունք է դա։ Իր նպատակը ձեր ասելով այն է, որպեսզի քանի որ ամենայն հայոց կաթողիկոս են ագոչում ամբողջ աշխարհի հայության կաթողիկոսները, նրան դժվար է ինչ-որ ձևով վարկաբակել եւ այլն, նրան որպեսզի նա այդպեսի այդ բանը կարողանա անել, նա պիտի վերացնի նրա վրայից ամենայն հայոց կաթողիկոսությունը, ինչպես որ վերացնում է Արարատ լեռը եւ այլն։ Ես լիովին համաձայն եմ եւ ճիշտ եմ համարում այդ մեկնագետը։ Հիմա հաջորդ հարցը
գուցե ցավոտ ձեզ համար, արդյոք ձեր կարծիքով ձեր այս ճանապարհային քարտեզը, ձեր այս առաջարկությունը ջուր չի լցնում այդ ջրահացին։ Չէ, բացառում։ Ինչու։ Որտեղ մենտեղ էպսի բան չկա, ես ասում եմ նորից մենք պետք է ընտրենք կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս ընտրենք ազգային եկեղեցական ժողովը։ Շատ լավ։ Դուք շատ լավ գիտեք ինչա կատարվում այս օրերս, ասենք օրինակ, ասենք որոշ հոգևորականներ ընդվզում են, այդ ընդվզման դիմաց ստանում են կարգալույցի կարգավիճակ, հետո կարգավիճակով հոգևոր արարողություններ են կատարում, նրանց մասնակցում է վարչապետը որպես սատարում այդ հոգևորականների, որոնք ընդվզել են եւ այլ։ Եվ ձեր կարծիքով, եթե ուրեմն վեհապարը հրաժարական տա, վարչապետի համար դժվար է լինելու գտնել եւս մի քանի հոգի այդպիսի հոգևորականներ, ովքեր դժգոհ են ուրեմն վեհապարի գործունեությունից, ընդվզում են նրա դեմ, որը նորմալ բան է, երբ որ մարդիկ համաձայն չեն, եւ դրանց հետ համագործակցելով այնպես անի, որ իշխանությունը, հոգևոր իշխանությունը երագույն հասնի այդ մարդկանցից որևէ մեկին, ովքեր իր կողմնակիցներն են, իսկ նրանք էլ իրենց հերթին համապատասխան կոնդակներով, համապատասխան ներքին եկեղեցական գործունեությամբ հասնեն այն նպատակին, որը ես շահադրեցի ձեզ, այսինքն որ դա լինի ոչ թե ամենայն հայոց կաթողիկոսարան եւ կաթողիկոս, այլ Հայաստանի կաթողիկոս։ Ես ձեր հարցին պատասխանեմ ձեր մի քիչ առաջ ասած այն բանին, որ շատերը մեղադրում են, որ հայոց հայրապետը օտար պետության, ոչ թե օտար պետության, այն Ռուսաստանի փաստորեն, դա դրածոն է։ Նույն կարծիքին եմ եւ ես։ Որովհետեւ այս ամբողջը կազմակերպում է Մոսկվան։ Հայոց պետականությունը պետք է վերանա անպայման Հայաստանում, վերանա, որպեսզի Հայաստանը չկարողանա դիմակայել այդ բաներին։ Դրա համար Ռուսաստանի միակ ճանապարհը, որ նա կարողանա վերա բռնակցել Կովկասը եւ այսօր Կովկասը, դրա հիմնական շահառուն, այսպես ասած, իր դրածո հայոց Հայաստանն է։ Եվ իշխանություններն էին ինքն նշանակել, եւ մեծ ազդեցություն ունի նաեւ վեհապարի վրա, այնպես որ սա եւս շատ կարեւոր բան է։ Դե հետեւաբար այս թնջուկից ինչպես եք պատկերացնում։ Թնջուկը ասում եմ իմ կարծիքը, ազգային եկեղեցական ժողովն է 1301 թվից 301 թվականից մինչև այսօր մեր կաթողիկոսներին ընտրել է ազգային եկեղեցական ժողովը, ուրեմն մենք չենք կարող ոչ վարչապետ այդպիսի վարչապետ ունենալ, ոչ էլ այդպիսի կաթողիկոս, որը հեղինակություն չունի։ Մենք պետք է անպայման վերականգնենք մեր պետականությունը։ Մեր եկեղեցում աշխարհի ամենահզոր եկեղեցին է եղել, նա ոչ չնայած բազմաթիվ եկեղեցական գործիչներ ուզել են որպեսզի մեզ դարձնեն կաթոլիկ եւ այլն, բայց մենք միշտ մնացել ենք անկախ, այնպես որ անկախության հիմքը մեր պետականություններ չունենալու դեպքում եղել է մեր եկեղեցին։ Այո, եւ վերջին հարցը, ուրեմն այս վարկածների էլի շրջանում կա վարկած, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է փոխել մեր եկեղեցու բնույթը եւ ավելի շատ մեր եկեղեցին մոտեցնել ու դարձնել բողոքական եկեղեցու կարգի եկեղեցի, որը որ այսպես ընդգծված գլուխ չունի եւ ավելի ուրեմն դեմոկրատական է եւ ավելի բան է։ Այսպիսի վարկած էլ կա, որ Փաշինյանի վերջնական նպատակը նաեւ եկեղեցու այդ ֆորմատի փոփոխությունն է։ Սրան ինչ կասեք։ Ոչ, ես ասեցի արդեն դրան, դա գերագույն խնդիրը դա է իր։ Եվ հետևաբար պետքա դրան պաշտպանվել որպես առաքելական եկեղեցի, այսինքն եկեղեցական ժողովի եւ բոլոր Ոչ թե պաշտպանում ենք այսօրվա վեհապարի գլխավորությամբ վեհարանը, մենք պաշտպանում ենք Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցու 1700 տարվա անկախությունը։ Սա բացարձակապես կապ չունի իրար հետ, սա ուրիշ բան է, սիրելիս։
Շատ լավ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես կուզենայի մի հատ Այո, ուրեմն մի հարցի մասին էլ ասենք, որտեղ շատ կարևոր է դա։ խնդրեմ։ Արևմուտքի թե Ռուսաստանի դեպի բան է դնում ես կուզենայի ասել։ Այդ հարցը այո, այդպիսի հարց գոյություն ունի եւ հաճախ քննարկվում է հայաստանյան լրատվամիջոցների բանում, այսպես մեդիայի ասպարեզում եւ այո, կան մարդիկ, ովքեր համարում են, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ քայլի եւ արևմուտքից սպասելիքներ չունի, կան մարդիկ, որ հակառակը կարծում են, որ Հայաստանի ապագան արևմուտքի հետ է։ Ուրեմն այդ հարցին պատասխանը հետևյալն է։ Մեր ժողովուրդը 17-րդ դարից սկսած հատկապես միշտ եղել է Եվրոպայի հետ։ Առաջադիմության հետ։ Մեր եկեղեցին չի կարող լինել, մեր ժողովուրդը չի կարող լինել բռնապետության հետ։ Մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր պետականությունը չի կարող լինել մի պետության հետ, որին ամբողջ քաղաքիտ աշխարհը ասում է սատանայապետություն։ Կրկնելով Գարեգին Նժդեի 1941 թվականի ասած այս երկրի մասին։ Ուրեմն հայոյանք է սա մեր հանդեպ։ Դա նույնն է, որ ես իմ երեխային ասեմ, դու ուզում ես քո երեխային տանես դասերակես գողի ավազակի հետ, թե եսի միջի հետ։ Ուրեմն այդպիսի բան չի կարելի ասել, դա մեր ժողովրդի արժանապատվության բացահայտ խախտումն է։ Մենք կարող ենք ասել, մենք լինենք Ճապոնիայի հետ, չգիտեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանության հետ, չգիտեմ, Եվրոպայի հետ, Եվրամիության հետ, դա ուրիշ բան է։ Բայց երբ որ դու բերում ես եւ ասում ես, դու ուզում ես սատանայի հետ լինես, թե չլինես, դա այդպիսի հարց, դա հայտարարական է, մեր ժողովրդի վարկաբեկությունն է։ Այսպիսի հարց ունեմ, սովորաբար այդպես չեն ասում, սատանայի հետ եղիր կամ ոչ, ասում են Ռուսաստանի կամ Թուրքիայի։ Հիմա ո՞րն եք ընտրում։ Ընտրություն չկա։ Ռուսաստանի ասածն է դա, նա որպեսզի կարողանա արևմուտքը մեր մեջից անի, 200 տարի շարունակ անընդհատ հայոյում է իր դրածոններ, հայ դրածոնների միջոցով արևմուտքին, որպեսզի արևմուտքին վարկաբեկի։ Այդպիսի բան չկա։ Ուրեմն իսկ ամենամեծ բանը, որ մենք պետք է լինենք Եվրոպայի հետ, մենք պետք է լինենք քաղաքակրթության հետ, ոչ թե ուրիշ տեղ, դա հատկապես Եվրամիության հետ մի խնդիր կա, որի մասին շատ որևէ մեկը չի ասում։ Եվրամիությունը, որին մենք ուզում ենք միանանք, հիմնադրել է Բյուզանդիան եւ Հայաստանը իրար հետ միասին։ 300 մոտավորապես 10 թվականին, այսինքն մենք հայ ժողովուրդը պետք է լինի այդ Եվրոպայի հետ, որի հիմնադիրն է։ Մի քիչ բացեք խնդրում եմ, դա շատ հետաքրքիր բան է կասում։ Շատ հետաքրքիր, այս մասին որևէ մեկը որևէ բան չի ասում, բայց ես հիմք ունենք մենք ունենք պաշտոնական ստորագրած փաստաթուղթ։ Ես այդ փաստաթուղթը հիմա կարդամ նորից։ Կոստանդին մեծ կայսր, Հռոմի կայսր եւ Հռոմի պապ Սուրբ Սերժ Բաստրանոս եւ Տրթատմես թագավորի ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի միաբանության եւ սիրո թուղթը։ Ահա այս փաստաթուղթը, որը ստորագրել են Կոստանդին մեծ կայսրը, սրբացված է, Հռոմի պապ Սերժ Բաստրոսը, հայոց թագավոր Տրթատմեսը եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Կամոքն Աստծո եւ միջնորդությամբ Սուրբ Աստվածածնի, Սուրբ առաքելոց եւ ամենայն սրբոց, երկու արքաներս, երկու հայրապետներս եւ հռոմեացի եւ հայ երկու ազգերս եղբայրներ դարձանք միմյանց։ Քրիստոսի փառած խաչապայտի առջև հավիտենական ուխտ եւ դաշինք հաստատեցինք մեր մեջ քաջարի լատիններս եւ անհաղթելի թորգոմացիներս։ Հռոմի կայսրը Հայաստանին անվանել է անհաղթելի։ Սա Հայաստանի էությունն է,
միջազգայինորեն ճանաչված։ Եվ հավատարմություն հաստատուն եւ անջնջելի մեր ուխտի Քրիստոսի ահազդու եւ անգինարյունը խառնած մելանին գրով իրար եղբայր համարեցինք մենք արևմտյան եւ արևելյան ազգերս եւ պարտավորվեցինք որպես Քրիստոս Աստծո եղբայրագիցներ իրարու հանդեպ ունենալ հավատ, սեր եւ միաբանություն, իրար համար կամովին մահ ընդունելով սիրելիներին, սիրելի եւ թշնամիներին թշնամի դառնալով։ Ահա այն փաստաթուղթը, որով ստեղծվել է փաստորեն Հայաստանի եւ Եվրոպայի Եվրամիությունը ստեղծել է երկու հավասարազոր պետություններ, Հռոմի կայսերը եւ հայոց հակավոր Տրտատ մեծը։ Այսա պետք է մենք խնդիրը սա է, ուրեմն Ռուսաստանի կողմնակիցները նորից եմ ասում, դրանք շատ մի տոկոսից չեն անցնում։ Հիմնական խնդիրը մեր հիմնական պատմությունը ցույց է տալիս 300 տարվա առնվազն, որ մենք միշտ եղել ենք Եվրոպայի եւ Եվրոպայի հետ։ Շնորհակալություն, պարոն Համբարձումյան, հետաքրքիր փաստաթուղթ հրապարակելու համար։ Ես գիտեմ, որ պատմաբանները դրա մասին գուցեև գիտեն, բայց մեր հանրության մի ստվար զանգված դրա մասին տեղյակ չէ եւ դուք այդ փաստաթուղթը քննարկում եք ոչ թե որպես հասարակ շարքային ինչ որ երկու արքաների միջև դաշինքի պայմանագիր, այլ որպես քաղաքակրթական դաշինք Հայաստանի եւ Եվրոպայի ամենահզոր ժամանակվա գուցեև միակ պետության, հա։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվեց, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք պատմական գիտությունների տեխնացու Ռաֆայել Համբարձումյանի հետ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։